Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստից հետո Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները մեկնել են Մայրաթոր Սուրբ Էջմիածին Վեհափար Հայրապետի օրհնությունը ստանալու։ Պատգամավորներն այս քայլով փորձել են լրացնել խորհրդարանի դահլիճում առաջացած հոգեվոր բացը, քանի որ պատմության մեջ առաջին անգամ ամենայն հայոց կաթողիկոսը ներկա չէր նիստի բացմանը։ Ստացանք օրհնություն ամենայն հայոց Հայրապետի կողմից եւ կարծում եմ Սահմանադրական այն բացը, որ կար, լրացվեց, թեկուզ եւ այս կազմով, բայց ուրախ եմ, որ լրացվեց։ Նաեւ մենք ստացանք օրհնություն ու հուսով եմ մեր բոլոր աշխատանքներ ազգային ժողովում մի բարօրություն մեր երկրնա լինելու, իսկ վերջում ազգային ժողովն է դառնալու մեր ազգային համազգային գաղափարների կենտրոն։ Ընդդիմադիր ուժերը Վեհափարի բացակայությունը պայմանավորել են իշխող կուսակցության հակաեկեղեցական նկրտումներով եւ կաթողիկոսին հեռացնելու ծրագրերով։ Մեր ուժը ամբողջությամբ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով կանգնելու է եկեղեցու կողքին եւ թույլ չի տալու եկեղեցու ուզուրպացումը օտար ուժերի թելադրանքով։ Հայաստանի Հանրապետության նորընտիր ազգային ժողովի մեկնարկային նիստը զերծ չմնաց լարվածությունից եւ քաղաքական հակասություններից։ Չնայած հնչող հայտարարություններին, կառուցողական քննարկումների մասին ու պրոդուկտիվ աշխատանքին, խորհրդարանի առաջին իսկ նիստում շարունակվում էին փոխադարձ մեղադրանքները, լեգիտիմության վերաբերյալ վեճերն ու սուր ռետորաբանությունը։ Այդ դեֆիցիտը, լեգիտիմության դեֆիցիտը միայն խորացել է այն բանի բերումով, որ հիմա այստեղ պետք է նստած լիներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Բարգավաճ Հայաստանին ձայն են տվել մոտ 60,000 մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն եւ մոտեցումը, իրենց քաղաքական դիրքորոշումը։ Այստեղ Բարգավաճ Հայաստանը պետք է լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այդ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Ի պատասխան ընդդիմության քննադատությանը իշխանական թևի ներկայացուցիչները հիշեցին նախկինում տեղի ունեցած ընտրական զեղծարարությունները եւ հանդես եկան խիստ հուզական ու կոշտ որակավորումներով, անդրադառնալով նաեւ ենթադրյալ ընտրակաշառքների մասին ձայնագրություններին։ Մենք առաջիկա շրջանում ամեն օր ձեզ առերեսելու ենք ձեր ասածների հետ։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ ու յուրաքանչյուրից հետ։ Ընտրակաշառք բաժանողը շանտղա է, շանտղություն ընտրակաշառք բաժանողը։ Ընդ որում ընտրակեղծիկ անողն էլ, այո։ Այսպիսով առաջին նիստը ցույց տվեց, որ չնայած քաղաքական մշակույթը փոխելու եւ իրավորանքներից զերծ մնալու կոչերին, խորհրդարանական ուժերի միջև առկա անդունդը դեռևս խորն է, իսկ օրակարգը շարունակում է հագեցած մնալ անցյալի ու ներկայի փոխադարձ մեղադրանքներով։ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վլադիմիրի մարզի Վալբերիս պահեստային համալիրի վրա։ Հզոր պայթյունին հաջորդել է հրդեհը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Անձնակազմը տարհանվել է, արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը երկրի օդային տարածքում խոցել են 131 ուկրաինական ԱԹՍ։ Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող 3 նավերի։ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհներն արդեն ոչնչացրել են ավելի քան 600 շինություն եւ մոտ 60,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Հրդեհները մոլեգնում են Սպոքեյն շրջանում։ Հանգստյան օրերին այնտեղ աճել են մինչեւ 21 քառակուսի կիլոմետր։ Նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի։ Այստեղ բռնկված կրակը դեռևս լիովին վերահսկողության տակ չէ։ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են կանչվել հրդեհների դեմ պայքարելու համար։ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավարը զգուշացրել է Պենտագոնին, որ Իրանի դեմ ռազմական ճնշումը վտանգում է Իսրայելի պաշտպանությունը, հայտնում է The Telegraph պարբերականը։ Միջերկրական ծովի արևելքում հակաարթիլերային նավերի վերադասավորումն արդեն իսկ սպառազինության ու հզոր ռադարների լուրջ պակասուրդ է առաջացրել։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականները կասկածում են, որ Վաշինգտոնն ունի բավարար հրթիռներ տարածաշրջանում երկարատև պատերազմ վարելու համար։ Այս ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանի հետ հնարավոր գործարքի մասին, թեև Պենտագոնը կոնգրեսից 87 միլիարդ դոլարի հավելյալ ֆինանսավորում է պահանջել։ Ռազմական այս գերծախսն ու ռեսուրսների սղությունը Վաշինգտոնին կանգնեցրել են սեփական բազաների եւ դաշնակցի անվտանգության միջև ընտրություն կատարելու բարդ խնդրի առաջ։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Վալբերիսի պահեստին։ Այն զբաղեցրել է մոտ 179,000 քառակուսի մետր տարածք։ Ըստ մարզպետի եւ Վալբերիս ընկերության պաշտոնական հայտարարության, զոհեր եւ վիրավորներ չկան։ ԱԹՍ-ների վտանգի ազդանշանի շնորհիվ անձնակազմը ժամանակին տարհանվել է։
Սրան զուգահեռ Ռուսաստանը Կիևի մերձակայքում մեկ օրում 2 անգամ հարձակվել է Ուկրաինայի խոշորագույն Ռոզետկա ինտերնետ խանութի պահեստի վրա։ 1 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Բացի այդ, Խարկովի Արվարձանում առավոտյան հարձակման է ենթարկվել Նովայա Փոստա տերմինալը։ Բռնկվել են բեռնատար ավտոմեքենաներ, կոնտեյներներ եւ սարքավորումներ, հայտնել է նահանգապետը։ Ինդոնեզիայի Մադուրա կղզի ափերի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Սուրաբայայից Մակասար ուղևորվող լասանավում։ Այնտեղ եղել է շուրջ 250 մարդ։ Ըստ Reuters գործակալության ողբերգության հետևանքով հաստատվել է 5 մարդու մահ, 41 ուղևոր այս պահին համարվում է անհետ կորած, 225-ին հաջողվել է փրկել։ Արդեն մի քանի օր է իսպանական Սեուտա քաղաքում շարունակվում է միգրացիոն աննախադեպ ճգնաժամը։ Ուժային կառույցները թաղամաս շարունակում են փնտրել քաղաքում թաքնված հազարավոր մարոկացիներին։ Ըստ շրջանառվող լուրերի արդեն 48300 մարոկացի վերադարձել է հայրենիք։ Միգրանտների զանգվածային հետադարձի հիմնական պատճառը հաղորդվող տվյալների համաձայն ոչ թե ոստիկանության ճնշումն է, այլ ծովում առնվազն 67 մարդու մահվանն ականատես լինելուց ստացած հոգեբանական ցնցումը։ Իրական պատկերը սակայն հեռու է հանգիստ լինելուց, քանի որ քաղաքում դեռևս թաքնվում են մեծաթիվ ապօրինի միգրանտներ, իսկ հարևան քաղաքներում սահմանային անցակետերն արդեն սահմանափակվել են նոր ներխուժման փորձերի պատճառով։